Պարոն Փաշինյան, նախ առհասարակ ես հիմա ներողություն եմ խնդրում մեզ դիտողներից ու հատկապես իմ որդիներից, որոնք կարող են համացանցում այսպես թերթելով պատահաբար հանդիպել այս տեսանյութը։ Ես հիմա հատվածներ կընթերցեմ ձեր հեղինակած մտքերից H19-րդ երկրի հակառակ կողմը։ Չէ, դու տեսար այդ դատախազքածին, գիրք է գրել, ես քո բերանը բազմակետ, բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը, ինչ նկատի ունես, ասեմ աղբերս, պարզ ասեմ, դու գիտես ինչու նա մեզ տանել չի կարողանում, որովհետև մենք իրան չենք շինել, Էկնիկը հույս ուներ, որ մենք իրան մի լավ կշինենք, հերթով ու բոլորով, եւ ինքը վերջապես մի խոսքով լավ, շարունակեմ այս միտքը։ Հետո դուք նկարագրում եք արձանի նկատմամբ ձեր ցանկությունները, ասում եք, որ նա կարծես արձանի այդպես տինքներն եք նկարագրում, բան ու ասում, որ նա կարծես ասում էր վերցրու ինձ։ Դրանից հետո դուք խոսում եք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների մասին, միևնույն է, մեջբերում եմ էլի հատվածը, միևնույն է, ամերիկացիք գ են, եվրոպացիք են, դառնացած ասած Մարկոն, ռուսները նույնպես, որպես հետգրություն ավելացրեցի ես։ Դուք, որ Ռուսաստան գնում եք, ասում եք Պուտինին, ինչ կարծիք ունեք իրենց մասին։ Հաջորդը, կողեմ քո Ամերիկան, կողեմ քո Եվրոպան, ընդհանուր առմամբ եւ ըստ երկրների։ Կողեմ քո Ռուսաստանը, քո ջհուդամասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն։ Ով է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել։ Թրամփի այդ հանդիպումներում այս մասին ասում եք, արծարծում եք, թե չեք ասում։ Եվ ինձ համար ամենատարակուսելին, անկեղծ ասած, պատերազմի դրվագում ձեր նկարագրություններ, էլի մեջբերում եմ։ Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա աղմուկ աղաղակը խեղդվում է ծափ ծիծաղի, երկու պարի, երաժշտության ու համերգների, պարգևների ու օվացիաների խառնիճաղան ճխորի մեջ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի կանանց ողբը, ովքեր իրենց անգամ չեն կռավում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավերվել են պատերազմի դաշտում, չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին։ Ես տեսնում եի այդ պատերազմը, այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի հետևում։ Ես տեսնում եի այդ պատերազմի զոհերին բոզացած եւ դրանից երջանկացած աղջիկներին, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի մեջբերման ավարտ։ Դուք նախորոք պլանավորել եք այս ամենը, պարոն Փաշինյան, այս նկարագրությունը, որ հետո մեր զոհվածների մայրերի լացը, անհետ կորածների, գերիների, հարազատների մեղմ ասած ողբը պիտի խլացվի ձեր զարգաց թմբուկների, ձեր կազմակերպած ֆեստիվալների, ձեր այս խրախճանքների, քեֆերի աղմուկի մեջ։ Այս ամենը պլանավորված է ձեր պարգևատրումների, որի մասին նույնպես խոսել եք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ եթե դուք տեղյակ չեք իհարկե, որ աշխարհում կա այդպիսի երևույթ, որը կոչվում է գրականություն։ Եվ այն ինչը դուք մեջբերում եք, մեջբերումներ են երկրի հակառակ կողմը վեպից, որը ես ինքս հրապարակել եմ իմ նախաձեռնությամբ եւ հրատարակչի գուցե նախաձեռնությամբ 2018 թվականին։ Ես դա չհրապարակված ժամանակ հրապարակել եմ Հայկական ժամանակ օրաթերթում եւ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե այդպիսի հետաքրքրություն կա, իմ գրքի քննարկումներ նախկինում եղել են, կարող ենք եւս մեկ քննարկում իրականացնել եւ դուք էլ կարող եք մասնակցել եւ ձեզ հետաքրքրող դիտարկումները անել։ Ես վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել։